Էլի կանխատեսել է եւ էլի Նիկոլ Փաշինյանը գրեիք ձևով դա օգտագործեց, որ այդ տեսեք Էջմիածինը կամ Վարշապատի ընտրությունները շատ կարևոր մեսիջեր հակաեկեղեցական իրենց քաղաքականության իբրև թե հասարակական աջակցություն ունենալու մասին։ Կատարյալ անհեթեթ абսուրդ մի թեզ է, որովհետև Էջմիածնի Վարշապատի ընտրությունները որևէ կապ եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի հետ չունեն, եթե չհաշվենք մեխանիկական կապը, դա այն է, որ Մայրաթոռը իսկապես գտնվում է այդ համայնքի վարչական տարածքում։ Ընդհանրապես կապը դա էր։ Եվ մեկ էլ կապն այն էր, որ իշխանության կողմից Վարշապատ տարված հուդաների ոհմակը կեղծ մատնություն արեց եւ քարոզարշավի ընթացքում կալանավորվեցին Վեհափառի եղբայրն ու նրա որդին։ Այ կապ այս ընտրությունների, դրանց օրակարգի եւ եկեղեցու շուրջ ծավալվող իրադարձությունների միջև գոյություն չունի։ Ես չեմ տեսել, որ Վարշապատում ակտիվորեն քննարկվի Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական քաղաքականությունը, որ ընդհակառակը իշխանության տեխնացուն Արգիշտի Մեխակյանը ամեն կերպ փախչում էր այդ հարցից, երբ որ լրագրողները եկեղեցու հետ կապված նրան հարցեր էին տալիս։ Ահավասիկ Նիկոլ Փաշինյանի այս տրամաբանությունը մաքուր քարոզչական բնույթ ունի եւ որևէ աղերս չունի իրականության հետ։ Այդ նույն տրամաբանությամբ այն ընտրատարածքում, որտեղ տեղակայված է կառավարության շենքը, եթե չեմ սխալվում 2021 թվականի ընտրությունների արդյունքներով այդ տեղամասում հաղթանակ էր տարել ընդդիմությունը։ Եթե ելնենք այդ տրամաբանությունից եւ ելնենք Նիկոլ Փաշինյանի խոտոր մտածողությունից, ուրեմն դա հզոր ազդակ էր, որպեսզի կառավարությունը հեռացվի։ Սա ես չգիտեմ սա ինչ տրամաբանություն է։ Մենակ Նիկոլ Փաշինյանի մտքով կարող է նման անհեթեթ բաներ անցնել։